Ազգային ժողովի հերթական նստաշրջանը կրկին սկսվեց լարված մթնոլորտում, նախորակարգում չընդգրկվեց Հայաստան խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու հայտարարության նախագծին։ Փոխարենը խորհրդարանը հաստատեց Հայաստան խմբակցության ներկայացրած Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Ապա առաջին ընթերցմամբ քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով այս երկու փոփոխություններով կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացման ուղղված իրավական դաշտը։ Առաջարկում ենք թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը ըստ էության ֆինանսավորվում է կամ թույլատրվում է ֆինանսավորել այդ կազմակերպությունները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում այլ հնարավոր աղբյուրներից այդ ֆինանսավորումը իրականացնելու համար, եւ երբ որ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամեն ինչը իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք եւ այս դեպքում մենք ունենք նման իրավիճակ, խոսքը զինապահ հիմնադրամի մասին է, ով ցանկություն է հայտնել ֆինանսավորել պատերազմի մեր վիրավորների աջակցող միջոցների ֆինանսավորումը եւ հատկապես պրոթեզների մասին է խոսքը։ Մյուս նախագծով առաջարկվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի տեղեկացմամբ որոշակի հստակեցումներ են արվել, թե երբ կարող է մրցույթի մասնակիցը բողոքարկել մրցույթի արդյունքները։ Սահմանվում են բողոքարկման հստակ ժամկետներ։ Ըստ նրա, այս կարգավորման դեպքում բոլոր տեսակի խաղատների եկամուտներն ու խաղադրույքները հնարավոր կլինի մանրամասն ու դետալային վերահսկել։ Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ ամեն խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի եւ պետական եկամուտների կոմիտեն կունենա համապատասխան տեղեկատվություն։ Պետնախագահի տեղակալը հավելեց, որ այս կարգավորմամբ փորձում են բարելավել բոլոր մեխանիզմները։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ ամրագրվում է որակավորված անձանց գնահատողների աստիճանակարգություն։ Նախագծերի ընդունումը նպատակ ունի հստակեցնելու ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները։ Խորհրդարանականները քննարկեցին նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը։ Քանի որ արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը, Արմեդ համակարգը, փոփոխությունը առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի նմանատիպ հաստատություններում, հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում եւ այդ տեղեկատվությունը կհայտնվի ուրեմն Արմեդ համակարգում, ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը կհայտնվի եւ մարդու վարելու իրավունքը կդադարի։ Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն էլ կիրականացվի էկոնոմիկայի նախարարության կողմից։ Օրենքների նախագծերի փաթեթով կհաստատվեն միատեսակ թափանցիկ ու թվայնացված գործընթացները, որոնք կբարձրացնեն վարչարարական եւ տնտեսական արդյունավետությունը, կպահպանեն միջազգային ստանդարտներին համապատասխանությունը եւ կնպաստեն Հայաստանի արտահանման եւ ներմուծման ոլորտի կայուն զարգացմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ խորհրդարան էր բերել մշակութային արժեքների պահպանման, դրանց հայտնաբերման եւ Հայաստան վերադարձնելուն միտված մեկ այլ նախագիծ։ Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով էլ կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործուն մեխանիզմներ։ Նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքները, որոնց ժամկետը կարող է երկարաձգվել, սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի
լիազոր մարմնին։ Լիազոր մարմինը լինելու է ազգային անվտանգության ծառայությունը, սահմանվելու է նաև անհայտ կորած անձանց նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը։ Ազգային ժողովում քննարկվեց նաև բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոնի տրամադրմանն առնչվող նախաձեռնությունը։ Այն ուղղված է բուժօգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի եւ քաղաքացիների փոխհարաբերությունների կարգավորմանը։ Այս նախագիծը ստեղծում է հնարավորություն բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարային տերմինալներով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կերպով տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ։ Սա լուծում է նախ այն հարցը, որ այլևս այդ հաշվապահությունը չի ծանրաբեռնվի տվյալ բժշկական կենտրոնի հաշվապահությունը չի ծանրաբեռնվի ՀԴՄ տրամադրելու գործով, եւ երկրորդ ամենակարևորը նաև, որը կոռուպցիոն ռիսկ է զսպում մասնավորապես այս համապարփակ առողջապահական ապահովագրության մեխանիզմը արդեն ներդնելուց հետո, դա այն է, որ մասնավոր դեպքերը նույնպես արդեն Կերևան Արմեդ միասնական տեղեկատվական, այսինքն ցանցում։ Ըստ ՔՓ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի բժշկական հաստատությունների կողմից պետպատվեր եւ սոցիալական փաթեթի շրջանակից դուրս մատուցված բուժօգնության ու սպասարկման ծառայությունների վերաբերյալ տվյալները շատ հաճախ չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ։ Ի դեպ քրեակատարողական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով էլ դատապարտյալների երկարատև բուժումը կկազմակերպվի արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այս փոփոխության հիմնական տրամաբանությունն այն է, որ բուժօգնությունը կկազմակերպվի առավել օպերատիվ եւ արդյունավետ ձևով, հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում կամ անմիջական հարևանությամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Ֆրի Նյուզ, Ազատ լուրեր։